Կադաստրի կոմիտեն որոշել է կարգավորել ռեալթորական գործունեության ոլորտը, բայց եթե նույնիսկ անգամ որոշեք առանց միջնորդի վաճառել ձեր անշարժ գույքը, ապա համապատասխան հայտարարությունը տեղադրելուց առաջ նախ այս մասին պարտավոր կլինեք ծանուցել պետությանը։ Ռիալթորական գործունեության մասին օրենսդրական նախաձեռնությունը 1 ամիս առաջ հասավ խորհրդարանի քննարկմանը, թեպետ տևական 2 տարի այն հանրային քննարկումների օրակարգում էր։ Ոլորտի մասնակիցների մտահոգությունը եկել է այնտեղից, որ օրենքի նախագծման ժամանակ որևէ տեղական միջազգային նախկին եւ ներկա ռիելթոր մասնագետ ներգրաված չի եղել։ Մասնագիտական համայնքում տագնապ է անշարժ գույքի գործակալության տնօրենը պատմում է այն, ինչ կարդացել են օրենքի նախագծում, իրենց համար անակնկալ է եղել։ Նախ ամենասկզբից ով է ռիելթորն ըստ կադաստրի կոմիտեի։ Սա հասկանալու համար անհրաժեշտ է առնվազն 2 բացատրության ծանոթանալ։ Առաջին հերթին ամենապարզ մեկնաբանությամբ այն մեկը, ով համապատասխան ծառայություններ է մատուցում, իսկ որն է այդ ծառայության սահմանումը։ Նախագծում ըստ էության գրել են միջնորդություն է անշարժ գույքի օտարման հետ կապված գործարքների համար։ Շարունակել են ռիելթորները նաև կառավարում են անշարժ գույքը, դրա նկատմամբ գույքային իրավունքների աճուրդներ ու մրցույթներ կազմակերպում։ Իրենք ռիելթորները սակայն համաձայն չեն այս ձևակերպումների հետ, ասում են, այսպես պետությունն արժեզրկում է այն գործը, որն իրենք անում են։ Այս մասնագետների խնդիրն այլ է, պնդում են։ Ըստ քաղաքացիների, եթե մտածենք, դա մարդկանց է ծանոթացնում միմյանց, կամ այլ ըստ այդ օրենքի նա ուղղակի ցուցակող է, այսինքն հայտարարություն տվող է։ Մինչդեռ գործակալը միջազգային հարթակներում եւ զարգացած շուկաներում մատուցում է ծառայություններ կոնկրետ կողմի համար։ Ինձ մոտ այնպես տպավորություն է, որ նախագծի հեղինակները չեն պատկերացնում ռիելթորի էությունը։ Ռիելթորն իր ոնց որ փաստաբանը կոնկրետ կողմի շահերը ներկայացնող մասնագետ է։ Ընդ որում շատ абսուրդային նորմալ կա, ասում են, եթե դու ռիելթոր դարձար, դու միաժամանակ համարվում ես գույքի կառավարիչ։ Այսինքն ռիելթորը իրավունք ունի որոշի, որ ինքը կառավարիչ չի, ինքը միայն ռիելթոր է։ Սահմանումներից, ձևակերպումներից անցում առուծախին հենց խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքը, բնակարանը, հողամասն ու ավտոտնակը, մի խոսքով անշարժ գույքը, այլևս հնարավոր չի լինի համապատասխան կայքերում պարզապես հայտարարել, թե վաճառվում է։ Այս մասին առաջնահերթ պետությանը կարիք կլինի ծանուցել, ընդ որում ծանուցումն էլ անվճար չի լինի, համակարգը սպասարկել է պետք։ Սա սեփականատիրոջ իր սեփականությունը ազատորեն տնօրինելու իրավունքի խախտում է, որ դա սահմանադրական իրավունք է, այսինքն սեփականատերը ինքն է որոշում, թե ինչ եղանակներով պետք է իր սեփականությունը օտարի տնօրինի։ Հակամրցակցային խնդիր կա այնտեղ, որ քաղաքացիները երբ որ նույնականացնում են իրենց գույքը, այնտեղ կադաստրի կոմիտեն առաջարկելու է որոշակի պորտալներ, որպեսզի քաղաքացին կարողանա միանգամից հայտարարությունները տեղադրի այդ հարթակներում։ Այդպիսի հարթակները կստեղծվեն շատ ավելի շատ եւ կզարգանան։ Իսկ նման հարթակները գովազդում են եւ խրախուսում են առանց միջնորդ վաճառքը։ Հետևաբար պետությունը որոշակի գործիքակազմով փորձում է մասնավոր շուկայում առաջնահերթություն տալ որևէ բիզնես մոդելին, որը հակասում է ռիելթորական բիզնես մոդելին։ Գույքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն լրացնի համակարգ ոչ միայն իր գույքի վերաբերյալ, ինձ համար նաև абսուրդային տվյալներ, քաղաքացու հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե։ Կադաստրի կոմիտեում խնդիրն այլ անկյունից են դիտարկում, անշարժ գույքով հետաքրքրվողներին, պոտենցիալ գնորդներին իրար հակասող տեղեկություններ են փոխանցում, հայտարարության մեջ մի բան, իրականությունը մեկ այլ։ Այսօր ցուցակագրվող գույքերի մեծ զանգված ունի փաստաթղթավորման որևէ խնդիր կամ համապատասխանաբար սեփականության իրավունքի գրանցման տվյալները եւ ցուցակագրման տվյալները առնվազն ոչ ամբողջությամբ են համապատասխանում մեկը մյուսին եւ բովանդակային առումով գնորդին կամ հետաքրքրվող անձին դնում են թյուրիմացության մեջ արտապատկերելով այնպիսի տեղեկատվություն, որը տեղեկատվական շտեմարաններում բացակայ։ Կոմիտեի ղեկավարը մանրամասնում է գույքով հետաքրքրվողները երբեմն ստիպված են լինում երկար ժամանակ ծախսել, սպասել, այն էլ ինչին։ Թովմասյանն օրինակ է բերում, ասենք, ժառանգության ընդունման խնդիրների լուծմանը։ Այս պարագայում ցուցակագրում իրականացված գույքը արդեն իսկ տրվյալ օրվա դրությամբ ստուգում է անցնելու շտեմարանով եւ ցուցակագրվելուց արդեն արտապատկերվելու են դրա վերաբերյալ այն բոլոր
հետաքրքրող տվյալները, որը առաջին մոտեցմամբ գնորդին որպես շահագրգռված անձ կհետաքրքրի։ Ռիելթորների կյանքում արդեն գործող փոփոխության մասին նրանք էլ պետք է գրանցվեն կենտրոնական բանկում որպես կասկածելի գործարքների հետ առնչվողներ։ Փողերի լվացման դեմ է պայքարում պետությունը։ Ավելի պարզ ասած, եթե ռիելթորը գործարքի հետ կապված կասկածներ ունենա, թե փող եք լվանում, գլխավոր դրամատուն պետք է մտահոգությունները հասցնի, տեղյակ պահի։ Որ փաստաբանների վրա են դնում այդ պարտականությունը, էլի հասկանալի է, որտեղ փաստաբանը իրավաբան է, ինքը կարա գիտակցի հասկանա արդյոք այս օրենքի տեսանկյունից խնդրահարույց է գործարքը։ Ռիելթորը մասնագետ չի, ռիելթորը չի կարող առնվազն գնահատել արդյոք այս գործարքը կասկածելի է, հաղթուն կա թե չկա։ Երբ որ տեսնում ենք մարդիկ խնդրահարույց են, այսինքն տարօրինակ դա արդեն բանով կատեգորիաներ կան, այսինքն մեզ ուղեցույց է տրված։ Գալիս եք ասում եք օրինակ ես մի մասը ուզում եմ կանխիկ տամ գումարի։ Այսինքն կասկածա, որ դա կեղտոտ փող է, կամ շուկայականից անհամեմատ էժան բնակարան եք վաճառում։ Բայց դա ձեզ համար չափելի է։ Որոշ չափով այո։ Վերադառնալով դաշտի խաղի կանոնների գրեթե ամբողջական փոփոխությանը, որը մասնագետների կարծիքով անշարժ գույքերի պարզ առուծախը քաոսի է վերածելու, ավելին կասկած ունեն, թե այսպես իշխանությունը փորձ է անում անուղղակի աջակցել ոլորտի խոշորներին, որպեսզի մյուսները, այսինքն անշարժ գույքի փոքր գործակալությունները դուրս մնան մրցակցությունից։ Նախագիծը խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի միասնական համաձայնությամբ գնացել է լիագումարի օրակարգ երկրորդ ընթերցման։ Առանց բուն կառուցվածքը վնասելու իհարկե կադաստրը մի շարք փոփոխություններ արել է, թեպետ ռիալթորների համար շարունակում է անհասկանալի մնալ նաև այս հանգամանքը, թե ինչու հանձնառությունը դրեցին կադաստրի կոմիտեի ուսերին եւ ոչ օրինակ էկոնոմիկայի նախարարության, բայց մինչեւ քաղաքական գլխավոր դահլիճ հասնելը այս մասին իշխանական падգամավորի մեկնաբանությունը կարճ։ Առաջարկները անսպառ են, այսինքն միշտ կան, բայց եթե մենք հիմա ընկնենք այդ մշտական քննարկումների ցիկլի մեջ, դրանից դուրս չենք գա։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։